անկախություն լինի եւ ընտրություններում, այսպես ասած, հաղթի չարուժը, այդ դեպքում դուք մանդատները կթողեք եւ կմիանաք նույնիսկ կպայքարեք, թե կմտնեք երկրորդ հարցը մեզ քաղաքացիներ անվտանգության տեսակետից շատ անհանգստացնում ձեր շարքերում Սվիկա Խայմոջը Սվիկա Խայմոջը ինքը ինչով է զբաղվում, ով է իրան ներկայացրել, որտեղից եւ որտեղ է նա գտնվում, որտեղ մենք ունենք մեր մտահոգությունները, եթե կարող եք պատասխանեք եւ լավ կներ, որ ինքը լքի ձեր շարքերը, որտեղ մենք ուզում ենք ձեզ աջակցել մեծ սիրով, բայց դա մեզ անհանգստացնում։ Եվ երրորդ հարցը, որպես փոքր դիտողություն, հուսով եմ դուք դա հաշվի կառնեք, իօգուտ ձեզ եւ մեզ բոլորիս։ Մենք հավատում ենք այդ բոլորին։ Ձեր կազմը կարող եք լրիվ ներկայացնել, որտեղ պայքերում ցավոք դա շատ չի եղել։ Սա նույնիսկ դու կարող ես առաջին հարցի հետ կապված, մենք ամեն ինչ անելու ենք այս պայքարի տասնյակ հազարավոր մարդիկ միացած են պայքարի, որ հասնենք հաղթանակի։ Եկեք պայքարենք հաղթանակի համար, մենք տեսնում ենք, որ բոլոր հարցումներով մեր հասարակության 72%-ը չի աջակցում Փաշինյանին։ Ուղղակի պետք է ապահովել, որ բոլորը գնան ընտրության։ Բոլորի ընտրության լինելը որոշիչ է լինելու։ Վստահ եղեք, այս կարևոր քննությունը մեր հասարակությունը պետք է հանձնի։ Դրա համար մեր գերնպատակը այս քայլի ընտրության օրը ապահովել մեր հասարակության 1.5 միլիոն անդամների մասնակցությունը։ Իսկ եթե մենք հիմա շարժվենք ու գնանք իմպիչմենտի, դա հնարավոր է թե ոչ։ Տեսեք, գուցե եւ վտանգը կանխելու։ Տեսեք, մեր հասարակության նշանակալի մասը 72%-ը արդեն իսկ հիասթափված է այս իշխանությունից, եւ մենք տեսնում ենք, որ համանդրական ընտրական process-ներով գրեթե շատ մեծ է հնարավորությունը, որ փոփոխություն լինի, որ նա պարտվի։ Դրա համար վստահ եղեք, եթե բոլորը գնում են, նա պարտվում է։ Եթե բոլորը մասնակցում են, նա գնում է։ Մենք ամեն ինչ, մենք տեսնում ենք, որ եթե մեր հասարակության մեծ մասը 1.5 միլիոն մարդ մասնակցի, այս մարդը գնալու է։ Ուղղակի պետք է մեր պայքարը վերջի 10-օրյա պայքարը ամբողջությամբ դրա վրա դնենք։ Ինչ վերաբերվում է օտարերկրյա տարբեր գործատուների։ Մենք մտահոգություններ լսել այդ երկրից։ Իսրայելացի թշնամի երկրի, որը որ շատ կարելի ասել գենոցիդալ պրոցես է կատարում, Ես պետք է հավաքական տեսանկյունից մենք լսեցինք կարծիքը, հետագայում փորձենք կարծիքին ավելի մասնագիտացված պատասխան տալ, շնորհակալ եմ շատ։ Դուք քաղաքացի եք ներողություն։ Այո, ես քաղաքացի մանուկ եմ։ Եվ ես ընդդիմությանն ուզեմ շատ Ձեքնից եք դուք։